ամբողջ կյանքս լռեցրեցիր ինձ։ Դրա համար էլ ես փաստի առաջին կկանգնել։ Բայց ես էլ չեմ կարող լռել, որովհետև սիրտս վախից կանգնում է։ Ես չգիտեմ էլ ինչ խելագար մտքեր է պատտվում գլխումդ։ Ով կմտածեր, որ մի օր ես անհանգստանալու եմ նրա համար, թե ոնց եմ երեխուս իր սեփական հորից պաշտպանելու։ Ինչ ենք մենք հասել այսօր։ Ոնց։ Ինչ ուզում ես արա։ Ուզում ես սպանի ինձ, ուզում ես խեղդի ինձ։ Բայց ես հիմա քեզ կասեմ այն ինչ մտածում եմ։ Չեմ խանգարում։ Չէ, նստի։ Ոնց ես։ Կուզեի ասեի լավ եմ, բայց գիտես, այսօրվա կատարվածից հետո լավ լինել չեմ կարող։ Հա, իմացել եմ։ Ու ապշած եմ, որովհետև չեմ պատկերացնում, ոնց ենք Արմոյի հետ մի հարկի տակ ապրելու։ Արմոն պապային ես չի ներելու։ Այսինքն։ Ինքը ուզում էր ամուսնանալ իմ հետ, որ տանջեր ինձ ու որեժ լուծեր նրա համար, որ ես իրեն չեմ սիրում։ Բայց եթե հիմա համաձայնվել է, այդ նշանակում է, որ ձեռքերը ծալած չի նստելու։ Թողելը փորձի ինչ-որ սխալ բան անի, ես դրան կսպանեմ։ Արդեն օրքուրն է խոսում մեջդ։ Հա, ինչի՞ չէ, որ նայ մեր ճստոյին ինչ սիրուն նվեր եմ առել։ Նվեր, արդեն։ Ես վստահ եմ, որ եթե Հայկը իմանար իր մասին, ձեզ երկուսիդ նվերներով ողողելու էր։ Դրա համար արի համարենք, որ ես պապայի կողմից առաջին նվերն է։ Ծիրունա։ Գիտես, ինչի համար ես մտածում այդ չծնված թորանդ մասին։ Ինչ ես դրա մեջ փրկություն գտնում, որովհետև ամեն անգամ մեղքդ ընդունելու փոխարեն մյուս մեղքն ես գործել, որպեսզի կոծկես, ծածկես այն ամենասարսափելին, որովհետև մի զոհի մասին խոստովանելու փոխարեն մյուս զոհն ես տվել, մի սուտը փակելու համար նոր սուտ ես հորինել, նոր։ Դու չես հասկանում, որ այդ մեծ մեղքա սակուն, նույնիսկ մտածել քո չծնված թորան սպանության մասին, Աստված մեզ չի ներելու, երբեք սա քո ուշքի արին, քո էգոյի համար երեխուդ զոհ մի տուր, մտածել ես Նարեի մասին, մտածել ես ոնց է ինքը տանջվելու, ոնց է տառապելու, Չի ծնվելու։ Դե հերիքա Զաքո, ինչ ես ուզում անել, սպանի մեզ բոլորի, սպանի մորթի մեզ։ Ես էլ չեմ դիմանում, ինչ ա ուզածդ, որ մենակ մնաս, հա։
Մամ։ Մամ։ Մամ ջան, ինչ է եղել։ Նստի։ Մամ ջան, ինչի ես լացում, ինչ է եղել։ Լաց չեմ լինում։ Մամ, կույր չեմ, տեսնում եմ, որ լացում ես, ասա տեսնեմ ինչ է եղել։ Բան չի եղել, բալես։ Ինչի քնած չես։ Մամ, կասես ինչ է եղել, ցավդ տանեմ։ Մարդ առնվազն խելագար պիտի լինի, որ ես իրավիճակում լավ լինի։ Ես չգիտեմ էլ ինչ անեմ, որ պատին գլուխս տամ, ում օգնեմ, ումից փրկեմ, չգիտեմ արդեն։ Մամ, այսինքն։ Երդ խելագարվել եմ, անցյալն ներկան իրար խառնել, նարե երեխեն իր համար Աշոտից եկած վրեժան։ Կամ անդամներս իրար դեմ է դուրս եկելու։ Ես անզորությունից ուղղակի արդեն լացելուց բացի ոչինչ չեմ կարող անել։ Լիլիթ! Շնորհավոր։ Շատ սիրուն են, ապրես շատ։ Մի բարկի, հա։ Օգնեմ։ Չէ։ Երազանք պահի։ Դե արագացրու, արդեն պահել եմ։ Չի։ Ես ուղղակի չէի երգում, որ հարևանները ոստիկանություն չկանչեն։ Ոչինչ, ես պատկերացրել եմ, իբր դու ես երգել։ Լավ, երազանքդ հաստատ կիրականանա։ Միքո, ապրես, դու գիժ ես։ Ես տենց էլ մտածում էի, չնայած իմ նման գժին, քո նման գիժը հազիվ էլ դիմանա։ Լիլիթ հիմա վիրավորում էր, թե լավ բան էիր ասում։ Փաստ էի արձանագրում։ Լավ, ապրես շատ, բայց մի րոպե։ Սպասի։
պես անուշի անգլիանում ես Երևան Գիտես, ես այսօր ամբողջ օրը դիտավորյալ տանը չեմ եղել, որովհետև այս 4 պատի մեջ ես ինձ ամենավերջի դավաճանն եմ զգում, որ գիտեմ քո սրտի տակի իմ աղբոր երեխեն է մեծանում, բայց լռում եմ այդ մասին։ Լռում ես, որովհետև ուրիշ տարբերակ չկա։ Կա ուրիշ տարբերակները։ Ես հասկանում եմ ինչա կատարվում, վրամի սպառնալիքներն էլ գիտեմ։ Հասկանում եմ ինչ կանի պապատ կամ ինչ կանի Հայկը, եթե իմանան ինչա կատարվել իրականում։ Ես այդ ամբողջը հասկանում եմ, բայց չեմ ընդունում։ Դուք սխալ եք անում, բայց ես այդ սխալի մասնակիցը չեմ լինի։ Այսինքն։ Ես որոշել եմ, որ Հայկին ամեն ինչ ասելու եմ։ Դու չես անի տենց բան, ես քեզ արգելում եմ։ Նարե, ինչքան դու իրավունք ունես այդ երեխու հանդեպ, նույն չափ էլ Հայկը ունի։ Ես չեմ նայելու դու կամ Վրամը ինչ եք ուզում։ Ես ամեն ինչ ասելու եմ։ Ես ասելու եմ աղբորս, ուրիշ տարբերակ չկա։ Դու հասկանում ես ինչ ես խոսում։ Վաղը Արմոն գալու է, որ մենք ամուսնանանք։ Պապան ու Վրամը հազիվ են հաշտվել հղիությանս հետ, կամ ձևացնում են, որ հաշտվել են։ Ես հանգստացել եմ վերջապես։ Ինչ ես խոսում։ Կարամ իմանամ ինչ տարբերակով ու ինչ գնով ես հանգստացել։ Այս կյանքում ոչ մի բան երկար գաղտնի չի մնում։ Դու պատկերացնում ես Հայկը իրան ոնց կզգա, եթե իմանա իր երեխուն Արմոնն է մեծացնում, կամ իր երեխան Արմոնին է պապասում։ Արմոն Հայկի համար 1 թշնամին է։ Արմոնն է մեղավոր, որ դուք հիմա բաժանվել եք։ Ու հիմա ստացվում է, որ դու Հայկի երեխուն սկուտեղի վրա տալիս ես Արմոին։ Դու իրավունք ունես, Նարե։ Արդարացում ունի այդ քայլդ։ Չէ, չունի։ Նայ Հայկն է զանգում։ Սոն, խնդրում եմ։ Տենց բան չանես, ոչ մի բան չասես Հայկին։ Դու հասկանում ես ինչ կլինի, ինձ էլ կսպանեն, Հայկին էլ կսպանեն, երեխուս էլ կսպանեն։ Նարե, ես հասկանում եմ, բայց ես չեմ կարա թողնեմ, որ Արմոն մեծացնի իմ աղբոր երեխուն։ Ալո։ Սոն, ինչ կա, ոնց եք։ Տեսա, որ օնլայն ես, դրա համար զանգեցի, չնայած որ ուշ է ժամը։ Հա, հարմար է Հայկ։ Ուշը կապ չունի, որովհետև այն ինչ ասելու եմ շատ կարևոր է։ Այսօր ամբողջ օրը տեղս անհարմար ա եղել, անհանգիստ եմ եղել, Սոն, ինչ ա եղել։ Դու լավ ես։ Հայկ, ես լավ եմ, բայց հարցը ինձ չի վերաբերում։ Բա ում ա վերաբերվում։ Եթե դու լավ ես, մի քո հետ էլ խոսացել եմ, ամեն ինչ կարգին ա, ուրիշում պիտի վերաբերվի։ Հայկ, խնդրում եմ, չընդհատես ինձ, հա, որովհետև այն ինչ ասելու եմ, քեզ ու Նարեին ա վերաբերում։ Մի րոպե, Սոնա, ինչ Նարե։ Ես ու Նարեն ընդհանրապես ինչ կապ ունենք իրար հետ։
Սոն խնդրում եմ ոչ մի բան մի ասա Հայկին, տես ատում է ինքը ինձ։ Դու հիմա աշխարհի ամենասխալ բանն ես անում։ Նարե Հայկը քեզ սիրում է, հա ջղայնացած է, բայց սիրում է։ Ես իմ աղբորը լավ եմ ճանաչում։ Եթե իմանա ինչ է կատարում, ինքը քեզ մենակ չի թողնի։ Ալո։ Սոն։ Հա, Հայկ, լսում եմ։ Հայկ, Նարեն, Եթե ես իմանայի, որ Նարեի համար ես այսքան անհանգստացած, ոչ էլ կզանգեի։ բայց Նարեն, Նարեն ինչ, Սոնա։ Ինչ։ Լավ չի։ Հիվանդանոցում է թե մեռել է։ Այդ թվարկածներիցս որն էլ լինի, ինձ հետաքրքիր չի։ Հայկ, կլսես։ Չէ, չեմ լսի։ Չեմ լսի, Սոնա ջան։ Եթե այսքան անհանգստացած զանգել ես շնչակտուր ու Նարեի մասին պիտի խոսաս, ասեմ, որ ընդհանրապես կարիք չկա։ Նարեն ինձ հետաքրքիր չի, ու ոչ էլ իր հետ կապված ոչ մի բան ինձ հետաքրքիր չի, Սոնա։ Եթե պարզվեր, որ զանգել ես, ասես, որ Նարեն մեռել է, ինձ մեկ է։ Լրիվ մեկ է, Սոնա։ Այդ ընտանիքը ու այդ ընտանիքի հետ կապված ցանկացած բան իմ կյանքում հանդիպած ամենամեծ սխալն է եղել։ Ու ես չեմ ուզում ոչ մի բանի հետ կապ ունենալ։ Հիմա գնա քնի։ Ուշա։ Երբ որ իրոք կարևոր բան կունենաս ասելու, զանգի։ Սենց անիմաստ թեմաներով էլ ինձ չզանգես։ Ասում է չէ, որ պետք չի Հայկին զանգել։ Դուր պայեմ։ Ճանապարհեցիր երաժիշտներին։ Հա, բայց ասա, որ լավ անակնկալ էր։ Հա, շատ լավն էր։ Ու լավ է, որ հիմա վերջացրեցինք, թե չէ հաստատ հարևանները բողոքելի էին այս գիշերով, որ երգում էինք։ Ինչքան ուզում են թող բողոքեն։ Բա իմ Լիլիթի ծնունդին երգ չլինի։ Սիրում եմ քեզ։ Գիտեմ։ Բա դու։ Չգիտես։ Գիտեմ, ուղղակի ուզում եմ քեզնից լսեմ։ Ինչ պարտադիր է լսես։ Տեսնում ես, զգում ես հերիք չի։ Բայց այս աղջիկը իր ծննդյան օրով ինձ ներվայնացնելու է։ Բա քո ծնունդը երբ է։ Ինչի։ Ուզում ես վերջնականապես նվեր անես, ասես, որ ինձ սիրում ես։ Չէ, տենց շատ էժան կլինի։ Այդ քո համար է էժան։ Իմ համար աշխարհի ամենաթանկ բանը կլինի։ Միքո, այսօր շատ ռոմանտիկն ես։ Ոնց որ դու չլինես։ Լավ, դու այն ասա, վաղը քանիսին գամ։ Դե հենց վերջացնեն կզանգեմ։ Ինչը վերջացնեն կամ ով վերջացնի։ Նկատի ունեմ, մամա ենք պատրաստությունը տեսնեն վերջացնեն, կզանգեն ինձ, ես կզանգեմ քեզ, կգնանք։ Լավ, հասկացա։ Բայց հիմա բարձացի տուն, ցուրտ է։ Համե վաղը կարևոր օր է։ Ահա։ Սիրում եմ քեզ, գիտեմ դու էլ ինձ։ Ապրես։ Համել ասեմ առաջ ընթաց կա։ Ծաղիկները էլ տոպրակով չես բերել։ Նարե կներես։ Ես գիտեի, որ սենց պատասխան է լինելու։ Բայց ես չէի պատկերացնում։ Կներես էլի, որ ստիպված եղար այս ամենը լսել։ Հայկը ինձ ավելի վատ բաներ էլ է ասել։ Դրա համար եմ ես վերջնականապես որոշել, որ երախու մասին չեմ ասելու իրեն։ Բայց այդ լուծում չի։ Բա ո՞րն է լուծում։ Դու լսեցիր չէ ինչ ասում իմ մասին, իմ ընտանիքի մասին։ Իսկ այդ երեխան իմ մի մասնիկն է, իմ ընտանիքի մի մասնիկն է։ Դու պատկերացնում ես Հայկը ինչ կանի, եթե իմանա երախու մասին։ Ես վախենում եմ, որ կխլի ինքը երախուն ինձնից։ Հայկը նման բանի ընդունակ չի Նարե։ Մեր ճանաչած Հայկը այս ամեն ինչը ասելու ընդունակ չէր, բայց ասեց։
Իմ ցավի հանդեպ այսքան անտարբեր, այսքան առհամարական լինելու ընդունակ չէր։ Հասկանում եմ, ես եմ մեղավոր։ Ես եմ Հայկին սենց դարձրել, բայց հիմա ինքը այնքան է ատում ինձ, որ ամեն ինչ անում է, որ մեր ճանապարհները հանկարծ չխաչվեն։ Սոն խնդրում եմ, շատ եմ խնդրում քեզ, այլ երբեք սենց սխալ բան չանես։ Ես շատ եմ տանջվել։ Չեմ ուզում հիմա էլ Հայկի դեմ պայքարեմ երեխուս համար։ Խոստացի ինձ։ Եթե դու խոստանաս, ես քեզ կհավատամ։ Մամջանի հատես խմի։ Ապրես բարես։ Քնացա հիմա պապան։ Չգիտեմ, էր քնած թե չէ։ Մի կողմից նենց եմ խղճում իրան, որովհետև ինքը իրա ձեռքը կրակն անգել։ Հասկանում եմ, որ այս պահին ամենաշատը ինքնատանջվում։ Բայց մյուս կողմից էլ չեմ ներում, բարկանում եմ, որովհետև այս դժբախտությունների սկիզբը հենց սա կոնա դրել։ Էդ լավ է, որ այդքան դու էլ ես հասկանում։ Մամ, այս կյանքում ոչ մի բան անպատիժ ու անպատասխան չի մնում։ Մարդը ինչքան երկար ժամանակ իր գործած մեղքի համար պատասխան չի տալիս, այդքան այդ մեղքը ծանրանում է ու վերջում ավելի ծանր գին ես վճարում դրա համար։ Ես ուղղակի հույզերից տրվեցի, ոչինչ։ Լույսը կբացվի, ու ամեն ինչ կարգին կլինի։ Չէ, մամ, լույսը կբացվի ու ոչ մի բանն էլ կարգին չի լինի։ Կլինի ինենց, ոնց որ միշտ եղել է։ Էլի մեկս մյուսին կխաբենք, էլի մեկս մյուսից լիքը բան կթաքցնենք։ Բայց հենց մութն ընկնի ամեն մեկս կվազենք մի անկյուն, որ մենակ մնանք ու չխելագարվենք։ Դուք գիտեք, ես լավ եմ։ Չէ, մամ, ես էլ լավ չեմ։ Ես արդեն խելագարվում եմ, չգիտեմ ինչ անեմ։ Նորեն ամուսնացած չի, բայց հղի է, էն էլ ումից։ Հիմա պիտի ես այդ երկուսին էլ աշխարհի երեսից ջնջած լինեի։ Ու երևի հենց տենց էլ կանեի, եթե հորս օրինակը աչքիս առաջ չլիներ։ Մամ, շատ տեղեր կան, որ կտրուկ որոշում կայացնելը ճիշտ չի։ Ռամ, ես չեմ ուզում, որ հորդ մասին կարծիքդ փոխես կամ տրամադրվես իրա դեմ։ Ինքը շատ մեծ մեղք է գործել Լալայի հետ անմարդկային ավարվել, բայց այս աշխարհում ամեն բան ուրիշ կողմ էլ ունի։ Հիմա ինչ ես ուզում ասես։ Սխալ չի լինի, եթե ես Նարեին ստիպեմ այդ երեխուց հրաժարվի։ Կամ ձեռից բռնեմ, ես տնից դուրս անեմ ու ձեզ էլ արգելեմ, որ հետը կապ պահեք։
ու ընդհանրապես այս տան մեջ իր անունը տակ։ Հա, մա։ Նարեի հարցը ուրիշ է։ Ուրիշ չի է։ Ուղղակի Նարեն աղջիկը դա։ Իսկ Լալան ընդամենը ամուսնուտ քույրն է։ Հա, Նարեն աղջիկս է։ Բայց Լալային էլ իմ երեխու պես եմ սիրել։ Ուրեմն շատ ավելի վատ, մամ ջան։ Սակո։ Սակո ջան, ինչ ես անում։ Անիկ սուս։ Նայ։ Մենք մենակ չենք։ Այ, աշուտնա։ Սակո մենք մենակ ենք, ստեղ մարդ չկա։ Անիկ ինչ ես խոսում։ Աշուտնա նայ։ Եկել է որ ինձ տանի, բայց ես չեմ գնում, չէ։ Չէ։ Ես չեմ գնում, եկել է ինձ հետ հաշիվները բարսի։ Անգերեսման ամնացել դրա համար է եկել։ Անիկ անգերեսման ամնացել թափառում է։ Սակո։ Ես ինչ ցեն Անիկ։ Ես ինչ ցեներա։ Ես ինչ ցեներա։ Սակո, Սակո ոչ մի ձայն չկա, լսում ես։ Խնդրում եմ ինձ նայ, խնդրում եմ Սակո։ Անիկ երեխու ձենա գալիս չես լսում։ Ես երեխու ձենա գալիս Անիկ։ Գնացեք կտրիկ իմ ցեները, գնացեք։ Սակո ջան, արի ինձ մոտ, արի։ Անիկ։ Հանգստացի։ Խնդրում եմ։ Անիկ։ Երեխու ձեն եմ լսում Անիկ։ Երեխու ձենա գալիս։ Երեխու ձենա գալիս Անիկ։ Սակո ինձ նայ, խնդրում եմ ինձ նայ, խնդրում եմ, Սակո, Դարակ։ Դու կարակ է ձենը կտրեք։ կտրենք է ձենը, Սակո, խնդրում եմ, ամինչ լավ կրնենք, այլ ուղարկին կկրնենք, լսում ես, լույսը կբացվի ու ամեն չկանցնի, էլ ոչ մի դեն չես լսի, լսում ես։ Այ, աշուտնա, նայո, աշուտնա։ Խնդրում եմ, Անիկ, ջան, աշուտնա։ աշոտնա, խնդրում եմ, Սակո ջան, արի ինձ մոտ։ Աշուտ։ Աշուտնա։ Եկելա ինձ տանի Անիկ։ Ոչ մի տեղը չի տա, հանգստացի։ Ինչի չես քնել։ Սպասում էիր քնեի, որ գայիր։ Նարեի մոտ էի։ Գիտեմ։ Ոնց էր Նարեն։ Վրամ, Արմոն իր կառավարության գալու է ստուն։ Հա, Սոնա։ Զարմացա, որ համաձայնել ես։ Ես էլ եմ զարմանում իմ վրա։ Զարմանում եմ արածներիս վրա։ Զարմանում եմ, որ աղբերդ մինչև հիմա կենդանի է, որ Նարենը երեխուն մինչև հիմա կրում է։ Ու զարմանում եմ, ոնց մինչև հիմա ինձ ինֆատ չի խփեսում։ Ուր։ Գնամ մի քիչ մաքրոց շնչեմ, չի երիքում օդը։ Բայց դու պարկի քնի, ես կգամ։
Սակո։ Սակո ես ինչ արի։ Սակո։ Սակո ստեղ եմ։ Քո ժամանակն էլ եկավ։ Քո ժամանակն էլ եկավ։ Խնդրում եմ Նարի ջան, չանես։ Չանես Նարի ջան, խնդրում եմ։ Սակո ինչ եղավ։ Լավ հանգստացի, ընդամենը վատ երազս տեսել։ Վարքի։ Նարե։ Ինչ։ Աշոտը, Նարեն, էդ երեխեն։ Սակո խնդրում եմ խղճա ինձ։ Նարեի եղեղությունը ոչ մի կապ չունի Աշոտի հետ։ Ոչ մեկի հետ կապ չունի։ Վարքի։ Անիկա Աշոտը եկել է իմ հետևից։ Եկել է իմ հետևից Աշոտը։ Անգերեզմանը մնացել Աշոտը։